Ողջույն բոլորին, այս տեսանյութում ցանկության մասին է և կարճ եմ ասում, որ չգիտեմ սա որ ալիքում եմ տեղադրելու, եթե կլինի սա ուրեմն այն ալիքում որտեղ որ ամսայինն է, ամսվա օրերի մասին է, ամենօրյա, ամսվա ծնվածների համար, մի խոսքով, ապա դե այստեղ այս ալիքում կգան չինական հորոսկոպը տարված ծնվածների մասին, կլինեն արդեն նույն ալիքում, օրվա ընթացքում և կլինեն երեկոյան ժամը 19:00-ից սկսված։ Իսկ եթե մյուս ալիքում է, տարվա ծնվածների ալիքում պետք է սա տեղադրեմ, որովհետև չեմ հիշում որտեղ պետք է տեղադրեմ, միտեղ այլ է, միտեղ չէ, ապա ուզում եմ նշել, որ այստեղ ևս տեղափոխություն է լինում, գնում է այս ալիքը, տարվա ծնվածների ալիքի բոլոր ամենօրյա տեսանյութերը գնում են մյուս ալիք, որտեղ որ ամսվա ծնված ամենօրյա տեսանյութերն են, այսինքն ալիքները միացնում եմ իրար և այստեղ որպեսզի նույն թեմայի վերաբերյալ նույն տեղում լինեն միմիայն, ոչ թե մի հատ էստեղ ամենօրյա, մի հատ էստեղ ամենօրյա, ինձ համար միգուցե YouTube-ը չի հասկանում, տեսնում են նույնն է, նույն մարդն է, նույն ձեռներն է, նույն դիզայնն է, բայց չի հասկանում ինչու է մեկ այնտեղ, մեկ այնտեղ, չգիտի որ մեկն է լավ, որը առաջ տանի։ Դրա համար երկուսը կլինեն։ Իսկ եթե սա պետք է տեղադրվի չինականում, մի խոսքով չինականի մոտ ուրիշ տեսանյութեր կլինեն։ Դեռ չգիտեմ, միգուցե ամսվանները այնտեղ տեղավորեմ, միգուցե միայն սիրային թեմաներ լինեն այնտեղ, հա, անընդհատ շաբաթը 2-3 անգամ սիրային թեմաներ լինեն, դեռ մտածում եմ, այդպես, տեսնենք որն է ճիշտը, դեռ ես օրեր ունեմ մտածելու համար, բայց որ երկու ալիքը միանում է իրար, դա միանշանակ է, այդպես ավելի ճիշտ է։ Ճիշտ է, ամեն մեկ ունի իր հետևորդը, բայց ես գիտեմ, որ շատերը նաև և լսում են ամսվանը, և լսում են տարվան, այնպես որ թվում է ձեզ համար տարբերություն չկա, թե որ ալիքն եք սեղմելու։ Ուղղակի լավ կլինի հետևեք Facebook-ին, Facebook-ում այնտեղ ավելի հեշտ կկարողանաք գտնել։ Ահա, տեսնենք։ Հուսով եմ պահել եք ցանկությունները, 4 տարբերակ, և ցանկության որոշ տեսակներ էլ այնտեղ կգնան, օրինակ երբ կկատարվի, միգուցե ոնց որ էլի սիրային թեմա, այդպես, ընտանեկան թեմա, սիրային թեմա, դա։ Իսկ հիմա պահեք 4 տարբեր ցանկություններ պահեք, նույնը մի պահեք, տեսնենք ինչ է լինելու։ Ֆիքսվեք անպայման ձեր ցանկության վրա, այդպես ուղղակի մի պահեք, ամենաճիշտը ֆիքսվելն է, որ կարողանաք ձեր էներգիան տակ դրա համար, ես լուռ խառնում եմ։ Ահա, բավական է, նայենք առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Նայում եմ ինչ որ բան կա, բայց չեմ կարող հասկանալ ինչն է։ Ցանկությունը մի փոքր ուշանում է։
Ուրեմն առաջին տարբերակում այստեղ առիթ, եթե մտածում եք ինչ-որ մեկի առիթի վերաբերյալ, կարող եք անել, թե ոչ, այսինքն ձեր տան անդամներից ոչ մեկի, նաև հավաքվել տատի, պապի, թոռներ, ծոռներ, այդպես բոլորով մեկտեղ ևս էլի ձեր ցանկությունները կիրականանան, այստեղ նոր մեքենա ձեռք բերել, գնել կամ նվիրել, ևս իրականություն կդառնա, դիպլոմ ստանալ, քննությունները լավ հանձնել, ևս հիանալի է, նաև ինչ-որ մեկից նամակագրական կապ ստանալ, կամ միգուցե ինչ-որ փաստաթուղթ է կարևոր, որը սպասում եք, երեխաների հետ կապված որևէ իրադարձություն, դա կարող է լինել օրինակ հղիություն, ծննդաբերություն, որը օրինակ լավ կանցնի եւ եթե երեխաների հետ կապված ինչ-որ բան եք պահել, դա ևս էլի ոնց որ երեխաների մոտ կլինի։ Նաև կենցաղային տեխնիկա գնել, դա ևս կլինի, ոնց որ այստեղ այլ բան, բաց չեմ թողել։ Նաև երաժշտական գործիքները, կամ երաժշտական գործիքներ գնեք, կամ գնաք երաժշտության, ոչ ինչ-որ մի ստեղծագործական կամ դաշնամուրի, կամ ջութակի եւ այլն, որտեղ որ ցանկանում եք։ Դե բուն ցանկությունն է մի փոքր ուշանում է։ Այսքան առաջին տարբերակի համար, հիմա պահեք երկրորդը կամ ֆիքսվեք երկրորդի վրա։ Եվ ես կխառնեմ, դուք ֆիքսվեք ձեր ցանկության վրա։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր ուշանում է ցանկությունը։ Այսօր մեզ հետ չի քարտերը։ Նույն բաներն է ընկնում, կամ նույն բաներն եք պահել, որը բացարձակապես չի թույլատրվում, դա համար նույն բաներն է ընկնում, այսինքն դա խանգարում է մեկ ուրիշի ցանկությանը։ Երկրորդ տարբերակում նույնպես կարելի ասել նույն բաներն են, այստեղ նիհարելու հետ է կապված, եթե ուզում եք նիհարել, ապա կկարողանաք նիհարել, բայց դե մի փոքր ուշ, որովհետև ցանկությունը ևս մի փոքր ուշ է լինում։ Նաև նամակ որևէ մեկից ստանալ կամ նաև միգուցե փաստաթուղթ է, որը շատ կարևոր է, պետք է ստանաք։ Հեռախոսազանգ ևս շատ կարևոր, մեքենա ձեռք բերել, գնել կամ դուք նվեր ստանաք, նվիրեք միգուցե, եւ այստեղ ընկերներով հավաքվել, ուրախ առիթ, ուրախ պահեր, այդպես։ Դե ոչինչ բաց չեմ թողել։ Դե հուսով եմ, բաց չեմ թողել։ Չկա։
Պահեք հենց այն ցանկությունը, որը ամբողջությամբ 4-ը նույնը պետք չի պահել։ Այստեղ բարձ երևում է, որ պահած է, ուղղակի բոլորը նույնն է։ Ֆիքսվեք մեկ այլ ցանկության վրա, որովհետև էներգիան խանգարում է մնացած ցանկություններին։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք չի ուզում ցանկությանը ընկնել, աստղն ընկնել։ Մեկը կպած մեքենա է ուզում։ Կամ ինչ-որ մեկը իր մտքում այդպես ունի, որ մեքենա է ուզում եւ մտածում է, անընդհատ գալիս է։ Ցանկությունը էլի եւս մի փոքր ուշանում է, բայց այն ինչ որ այստեղ կընկնի, դա նշանակում է, որ դա կլինի։ Տեսնենք, ինչ կա։ Չի ուզում համագործակցի։ Ահա, ուրեմն այստեղ մեքենա ձեռք բերեք, կամ գնեք, կամ նվեր ստանաք, օտար երկրի հետ կապված ինչ-որ հարցեր, կամ գնաք հանգստանալու, կամ նաև այնտեղի հետ կապված յուրաքանչյուր ինչ-որ գործողություններ, որոնք կապված են գնալու կամ այնտեղ ապրելու, այնտեղ ինչ ասես անում են, հա, ինչ էլ ուզում է լինի, հա, այդտեղ այդ գործերը մի փոքր կարող են դա ուշանալ, բայց կլինեն։ Հարսանիք եւս կարող եք արդեն օր նշանակել, դա կարող է լինել ոչ հիմա, մի փոքր ուշ։ Նաեւ այստեղ ընկերների հետ հավաքվել, ուրախանալ, քեֆ անել, այդպես տեսնել դպրոցական ընկերներին, ուսանողական ընկերներին։ Նաեւ այստեղ բուժման հետ կապված, սա կարող է մի փոքր ձգձգվել, օրինակ բուժումը, մի փոքր կարող է երկարել, բայց դա ասում եմ ամենայն դեպս լավ առողջություն, հա, մի փոքր երկար տևելուց հետո։ Կարիերայի բարձրացում ոչ այս պահին, բայց հա այդ ճանապարհին եք եւ հնարավորություն շատ ունեք։ Նաեւ աշխատանքի ընդունվել, ոչ պայմանագիր կնքել, գործարքներ կնքել, նաեւ ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Կարող է երրորդ անձնավորություն ձեզ ծանոթացնի։ Դե կարծես թե բաց չեմ թողել ոչինչ։ Անցնենք արդեն 4 տարբերակին, ուսում գոնե 4-ում մի բան կասի։ Մեկ 3 անգամ ընկնում է, մեկ չի ընկնում, մեկ չես հասկանում ինչ ուզում։ Դե դժվար է աստղն ընկնելը, պետք է փնտրել ավելի շատ մնացած քարտերից, հա, ձեր ցանկությունները։ Պահեք, ֆիքսվեք ձեր ցանկությունների վրա, որպեսզի ճիշտ լինի։ Ահա, կկատարվի արդյոք 4 տարբերակի ցանկությունը։
Նայեք, մի փոքր ընդամենը իրարից հեռու։ Շատ չնչին, այնպես որ շատ մոտ եք ձեր ցանկությանը։ Պես որ ասում են, մի մազ է մնացել, որ հասնեք, այդպեսի ինչ որ իրավիճակ է։ Ահա, 4-րդ տարբերակում այստեղ ուրեմն տան տեղափոխություն, միգուցե որևիցե տարածքի տեղափոխություն է սա, նիհարել, ամուսնության առաջարկ ստանալ, մի փոքր, այստեղ շատ չնչին են իրաց հեռու, այնպես որ շատ չի ուշանա դա, կարիերայի բարձրացում եւս շատ չի ուշանա, քննությունները լավ հանձնել, գումար ստանալ, եւս էլի հա մի փոքր դե քննությունները օրինակ հիմա չեն, չէ՞, ոնց որ դա ավելի ուշ է, բնական է։ Ծաղիկ նվեր ստանալ եւ ինչ որ մեկից նաեւ հեռանալ, օրինակ բաժանվել, այնպեսի մեկից, ով որ ձեզ հոգնեցրել է, կամ ընկերուհի է, ընկեր է, ով որ իրոք ուզում եք գնալ, բայց տզի նման կպածեն, իրենցից կաղեք այստեղ նաեւ հեռանալ։ Եվ վարկերը փակել, մարել, պարտքերը եւս փակել, մարել, հա, ավարտել այդ պարտքային պարտականությունները։ Նաև կարող է այստեղ վարկ վերցնել է, բայց վերցնել է եւս, հա, այստեղ կարող է գումարը կար, կարող է վարկ եք վերցնում, բայց մի փոքր ուշ կամ կպատասխանեն կամ ուշ կարող եք վերցնել։ Հիմա միգուցե անհրաժեշտություն չկա։ Դե ուզում եք, բայց ոնց ասում եք հետո, այդպես։ Այսքանը ցավոք սրտի 4 տարբերակում էլ չընկավ սա։ Ես սրա ինչն եմ ասել, դե բայց կարևորը նաև կողքի քարտերն են, դա եւս ասում են, որ կլինի, այսինքն այդ թեմաները, որոնք որ չկան, ուրեմն դա նշանակում է, ուրեմն դեռ ժամանակը չէ, դեռ պետք է սպասեք, ուրեմն դեռ ձեր ցանկությունների համար ոչինչ միգուցե չեք անում, ինչ որ բաներ պետք է անեք, համար դեռ պետք է սպասել, այսինքն ժամանակը չէ դեռ։ Այսքանը սիրելիներս, թող որ բոլոր ցանկությունները կատարվեն հիմա, երբ որ Աստված է այսպես կամենում, երբ որ Աստծուն է հարմար, որ դուք ունենաք դա, եւ երբ որ դուք ինքներդ ձեր ներքին զգացողությամբ պատրաստ կլինեք ունենալ այն ամենը, ինչ որ ուզում եք։ Այսքան լավ եղեք։